54-ամյա տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել էին տասնյակ կտրած ծակած վնասվածքներ, դաժան սպանություն Երևանում։ ՆԳՆ ոստիկանությունից Նյուզեեմին հայտնում են, որ ոստիկանությունը ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահայան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ 2 օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Ահազանգի հետքերով մեկնեցին քրեական ոստիկանության եւ համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի տին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապված էին։ Մարմնին կային մի քանի տասնյակ կտրած ծակած վնասվածքներ։ Տինն ննջարանում էր, հատակին, որտեղ ամբողջությամբ արյունանման հետքեր էին։ Մարատ Սուվորովի բնակարանի դուռը բաց էր, տունը խառնշտված։ Ակնհայտ էր, որ իրավապահները գործ ունեին առանձնակի դաժանությամբ եւ շահադիտական դրդումներով կատարված սպանության հետ։ Մարատ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առողջարքով։ Դեպքի վայրում, մասնավորապես տան նախասրահում թափված մետաղադրամներ կային։ Վարկած առաջ քաշվեց, որ սպանությունը կատարվել է բնակարանում եղած թանկարժեք մետաղադրամները հափշտակելու նպատակով։ ՔԳՎ-ԵԿՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումների իրականացմանը, որոնք արդյունք տվին դեպքից ընդամենը ժամեր անց։ ՔԳՎ-ԵԿՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկան, ոստիկանության կապիտան Հայկ Հակոբյանի խոսքով առանձնապես ծանր հանցանքը կատարելու կասկածանքով իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին 4 անձինք։ Նախ պարզել են, որ նրանցից Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ան եւ 35-ամյա Արամ On դեռևս 2024 թվականի ամռանը հափշտակված մետաղադրամներ են տվել Մարատ Սուվորովին վաճառելու նպատակով։ Այս առթիվ նրանց միջև ձևավորվել է որոշակի հարաբերություններ, ինչի արդյունքում նրանք տեղեկացել են, որ Մարատ Սուվորովը իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ։ Երևանի քրեական ոստիկանները պարզում են նաև, որ Վահրամ Ան եւ Արամ On Մարատ Սուվորովի բնակության կոնկրետ հասցեն պարզելու նպատակով դիմել են իրենց ծանոթ Երևանի բնակիչ 28-ամյա Հարութ Կային։ Վերջինս, այսպես ասած, հետևել է Մարատ Սուվորովին, պարզել նրա տան հասցեն եւ տվյալը փոխանցել Վահրամ Ային եւ Արամ Օին։ Երևանի քրեական հետախուզները պարզել են նաև, որ Վահրամ Ան եւ Արամ On Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու իրենց մտադրության մասին հայտնել են Հարութ Կային, այնուհետև վերջինիս խնդրել են հետևել եւ պարզել Մարատ Սուվորովի բնակության հասցեն, ինչն էլ Հարութ Կան արել է։ Ուշագրավ է, որ Մարատ Սուվորովի բնակության հասցեն իմանալուց հետո Վահրամ Ան եւ Արամ On Երևանի Համո Սահայան փողոցի մոտակայքում Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու մի քանի անհաջող փորձ են արել, պայմանավորված փողոցը մարդաշատ լինելու հանգամանքով։ Իրենց հանցավոր մտադրությունը բարեհաջող իրականացնելու նպատակով Երևանի բնակիչ 58-ամյա Վահրամ Ան այդ մասին հայտնել է նաև 38-ամյա որդուն։ Նախնական տվյալներով 2025 թվականի մարտի լույս 19-ի գիշերը Արամ On Վահրամ Ան եւ նրա որդին գնացել են Երևանի Համո Սահայան փողոց։ Արամ On եւ Վահրամ Ան ապօրինի մուտք են գործել միայնակ բնակվող Մարատ Սուվորովի առանձնատուն, կապել են նրա ձեռքերն ու ոտքերը, սուր կտրող ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, այդ թվում նաև կոկորդին, ինչի հետևանքով Մարատ Սուվորովը մահացել է։ Այնուհետև նրա բնակարանից հափշտակել են թանկարժեք մետաղադրամներ եւ այլ իրեր։ Այդ ընթացքում Վահրամ Այի որդին եղել է ավտոմեքենայում, սպասելով Մարատ Սուվորովի տուն մտած հորը եւ Արամ Օին։ Օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանի քրեական ոստիկաններին հաջողվել է պարզել նաև, որ Մարատ Սուվորովի բնակարան մտած Արամ On եւ նրա բնակարանի տեղը պարզած Հարութ Կան դեպքի հաջորդ օրը մեկնել են Տավուշի մարզ երկրի սահմանահատելու եւ գողունը Երևանից դուրս իրացնելու նպատակով, բայց չեն հասցրել դա անել, քանի որ ձերբակալվել ու տեղափոխվել են ՔԳՎ Երևան քաղաքի վարչություն։ Արամ Օի անձնական խուզարկմամբ հայտնաբերվել է Մարատ Սուվորովի պատկանող դրամապանակը, Գրիգոր Նարեկացու պատկերով ոսկե շքանշան եւ մի քանի տասնյակ արծաթե եւ բրոնզե մետաղադրամներ։
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է նաև Վահրամ Այի եւ նրա որդու գտնվելու վայրերը, նրանք եւս հայտնաբերվել ու ձերբակալվել են։ 4-ն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Արամ Օին եւ Վահրամ Այն ներկայացվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձնակի դաժանությամբ սպանություն եւ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակիզություն կատարելու մեղադրանք։ Վահրամ Այի որդուն եւ Հարութ Կային ներկայացվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակիզություն կատարելուն հանցակցելու մեղադրանք։ 4-ն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում 22-ամյա երիտասարդը պայթյունի հետևանքով ապարանի հիվանդանոցից ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Շամշյան կետկոմի տեղեկություններով նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի Զորամասի հարակից դաշտերում կովերին արածացնելու ժամանակ պայթյունի հետևանքով աջ ձեռքի եւ աջ ոտքի վնասվածք նախնական ախտորոշմամբ ապարան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ով այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության ապարանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Մանվել Թամրազյանի եւ բաժնի պետի տեղակալ Խալաթյանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Աբրահամ Բեն է։ Ժամանել են նաև ՀՀ-ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանները եւ պարեկները պարզել են, որ ժամը 14:00-ի սահմաններում ոչխարներին արածացնելու ժամանակ Աբրահամ Բեն մտել է 102-րդ ռուսական ռազմաբազայի կրակադաշտի տարածք, որտեղ տեղ ունեցած պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։ Դեպքի փաստով ոստիկանության ապարանի բաժնում փաստաթղթեր են կազվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին։